Շաբաթվա գլխավոր լուրերն Armenia Today-ից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց պետական հեղաշրջման նախապատրաստման մասին, երբ իշխանամետ լրատվամիջոցները հրապարակեցին իշխանության զավթման ենթադրյալ ծրագրով փաստաթղթի տարբերակը։ Սկսվեցին կասկածյալների խուզարկություններն ու ձերբակալությունները, ԱԱԾ աշխատակիցները ներխուժեցին Շիրակի թեմի առաջնորդարան եւ Գարեգին երկրորդի նստավայր։ Դատարանը 2 ամսով կալանավորեց arczepiskopos Բաքրատ Գալստանյանին եւ Միքայել arczepiskopos Աճապահյանին։ Սրբազան պայքար շարժման եւս 16 մասնակից կալանավորվեց։ Էդմոն Մարուքյանը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակում Շիրակի թեմի առաջնորդի ձերբակալությունից հետո հրաժարվեց առաջադրել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Այս նախաձեռնությանը միացավ նաև ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը։ Աճապահյանը գտնվելով քննչական կոմիտեի շենքում իր փաստաբանի միջոցով հրապարակեց հաղորդագրություն, որում կոչ էր անում իրեն չնշել վարչապետի թեկնածուների շարքում։ Տաշիր ընկերությունների խմբի բանտարկված ղեկավար Սամվել Կարապետյանը Հայաստանում ներքին համաձայնության կոչ արեց։ Կարապետյանն ստեղծեց փաստաբանների խմբեր անօրինականությունների հետևանքով տուժածներին անվճար օգնություն տրամադրելու համար։ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու ծրագրի պատրաստակամության մասին։ Պետական վերահսկողության ծառայության ղեկավարը չի բացառել պետականացումից հետո հեցի վաճառքը մասնավոր բիզնեսին։ Այս հայտարարություններից հետո Թուրքիայի էներգետիկայի նախարարը Ստամբուլում Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ Իրանի դեսպանը Հայաստանում հայտարարեց, որ Իսրայելը կարող էր օգտագործել Ադրբեջանի տարածքն Իրանի վրա հարվածներ հասցնելու համար։